Միացյալ Նահանգները հասկանում է, որ Հայաստանը de facto այլևս ՀԱՊԿ-ի անդամ չէ։ Այո, դե ժուր թուղթի վրա անդամ է, բայց երբ որ Հայաստանը չի մասնակցում ոչ մի ծրագիրներով ՀԱՊԿ-ի, հանդիպումներին, ֆինանսական ծրագիրներին եւ այլն, արդեն Միացյալ Նահանգների համար շատ ակնհայտ է, որ Հայաստանը այստեղ այլևս ՀԱՊԿ-ի անդամ չի։ Երբ որ Հայաստանը սառացրեց իր անդամությունը ՀԱՊԿ-ում, սա Բայդենի վարչակազմի տակ էր։ Եվ այդ ժամանակ քննարկում էր Հայաստանը, որ ճիշտ կլինի, եթե ամբողջովին ելնի ՀԱՊԿ-ից եւ ոչ թե միայն սառացնի։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգների անվտանգության խորհրդի ղեկավարը Ջեյք Սալիվանը Բայդենի վարչակազմում Հայաստանն ասաց, որ դա պետք չէ դուք ներկայիս անեք, որովհետեւ դա ավելի լարվածություն կստեղծի Ռուսաստանի հետ, եւ եթե անցյալում յուրաքանչյուր պահին ռուսական ռազմական ներկայացուցիչները կարող էին մտնել Հայաստանի յուրաքանչյուր զորամասում եւ վերցնեին այն տեխնոլոգիան, որ իրենց համար կարեւոր էր, կամ ունենային հասարակություն յուրաքանչյուր մեր ռազմական գաղտնիքներից, դա ներկայիս բացառվում է։ Այս տեսակի փոփոխություններն էին, որ Միացյալ Նահանգները համոզվեցին եւ հասկացան, որ Հայաստանը իսկապես այլևս ՀԱՊԿ-ի անդամ չի եւ ունեն այն վստահությունը մեր հանդեպ, որ ծախեն մեզ այս բարձր տեխնոլոգիաները։